Լսենք այս ուռուսկի մնացորդին, թե ոնց է հայ ազգին վիրավորում, փնովում եւ վատ բաներ ասում, բոլորը իբր թե մեծամասնությունը սնկի ազդեցության տակ է, հետո շարունակենք։ Слушайте, люди, граждане Армении, я не гражданка Армении, слава тебе, Господи, но граждане Армении, но если вы его не снесете, ну, я даже не знаю, это что, повальное какое-то грибоедение? Есть больше, что ли, нечего? Может, нам помочь как-то гуманитарной помощью, отправить туда там хлеб, пшено, я не знаю, что-то, чтобы люди перестали есть грибы, потому что говорить такое и творить такое можно только в состоянии сильного галлюциногенного наркотического грибного опьянения. Голосовать за такое можно в таком же состоянии. Իսկ գիտեք, խիա ռուս իշխանությունը այսքան ատում հայ ազգին, որովհետև դեպի Հայաստան ազդեցություն ինքը ամբողջովին կորցնում է։ Էլ չի կարողանում ճնշի Հայաստանին, էլ վիճելի տարածքներ չկա, որ ասի, տեսեք, թուրքերն են, ձեզի կուտեն, մենք ենք ձեր տերը, բայց երբ թուրքերը կերան, իրանց թուրքի կողը կանգնած էին։ Իսկ ես թրիքը ուռուսկի մնացորդը, որ հայ ազգին ասում է նարկոտիկի տակ կա, սունկ են ուտումը դրա համար են պաշտպանում ներկա իշխանությանը եւ Նիկոլ Փաշինյանին, դու այ թրիկ, էլի ասեմ, արա ձեր սցենար գրողը բոլորինը մեկ է, ստեյեն FSB շնիկ տաշած սամոներ այդ սնկի թեման հտենց էշ դուրս տալիս, հիմա էլ փոխանցելա ձեզ, ասում է, տեսեք, հայրը սունկ են ուտում, սաղ կայֆի տակ են, այտենց արդարացեց ձեր մոտ, որ իրա մոտ ոչի բան էլ չի ստացվում, երկիշներ է տանում Քարոզ Արշավին երկսնում, այդ ընտրողները երկիշներին են ընտրելու, թե տաշած սամոին են ընտրելու, ես այտենց է չջոգեցի, իսկ ես ուռուսկի մնացորդ թրիքը, որ ասում է փառք Աստծո, որ ես հայ չեմ, այ ամբողջ հայ ազգը քաքի ընտանիքիդ գլխին։